2019 թվականին գաղափար առաջացավ զբաղվել գործով, որը ունի ստեղծագործական մոտիվներ եւ հիմքում 3 սկզբունք էր դրված։ Առաջինը իմ մեծ սերը դեպի բնական կաշին, երկրորդը պայուսակը որպես շատ անհրաժեշտ իր, եւ երրորդը այն միտքը, որ ես կարող եմ մեր երկրում ստեղծել այնպիսի չափանիշներով պրոդուկտ, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում։ Այս 3 սկզբունքները հիմք ընդունելով ես սկսեցի ուսումնասիրել մեր տեղական շուկան։ Ինչ առաջարկներ ունենք, ինչ բրենդեր կան, պայուսակ արտադրող, կաշվի ինչ առաջարկներ կան, ինչպիսի շուկա մենք ունենք, եւ իհարկե ինչ վարպետներ ունենք, որոնց միջոցով ես կկարողանայի մտքերի կատարածել։ Ու այդպես սկսվեց ճանապարհը, մտքումս արդեն ձևավորել էի 3 մոդել, այն միտք ունենալով, որ եթե հանկարծ այդ 3 մոդելը չվաճառվի, ես ստեղծում եմ այնպիսի պայուսակ, որ ես ինքս հաճույքով կրելու եմ։ Այսինքն փորձարկում էր դա։ 3 մոդելները ստեղծվեցին եւ բարեբախտաբար դրանք արժանացան մեծ հավանության, ձեռք բերեցին առաջին իմ հաճախորդները, դրանք ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ էին, շարունակեցի գործունեությունը եւ մինչ այժմ էլ արդեն 6-րդ տարին է մենք աշխատում ենք եւ ստեղծագործում։ Սկզբնական շրջանում մի կարճ ժամանակահատված ես համագործակցում էի մի վարպետի հետ, բայց այդ համագործակցության ընթացքում հասկացա, որ գործը պետք է անես կամ ինքդ, կարելու process-ի մասին է խոսքը, կամ անի քեզ շատ հարազատ մեկը, որպեսզի այդ ամբողջ ներուժը, որ դու ներդնում ես այդ սրտացավությունը, արդյունքում կատարյալ ձևով դու ստանաս։ Հայրս կաշեգործ չի մասնագիտությամբ, բայց մարդ է, ով կարողանում է անել բառի բուն իմաստով ամեն ինչ։ Կաշեգործությամբ զբաղվելը եղավ հերթական մի բնագավառ, որտեղ նա հաջողեց։ Այն ինչ, որ ես պատկերացնում էի, որ պետք է ստեղծվի, հայրս իր ձեռքերի միջոցով կյանքի էր կոչում։ Մեր ընտանեկան թիմի անբաժանելի անդամ է նաև մայրս, ով կարում է մեր պրոդուկտների բոլոր կտորե դետալները։ Բրենդի անվանման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մեր պրոդուկտը կրողը պետք է ունենա բավարարվածության, գոհունակության եւ իրեն եզակի զգալու հնարավորություն եւ հպարտորեն պետք է ասի, որ այս իրը իմն է։ Եվ այստեղից էլ ծնվել է այս պարզ, բայց միևնույն ժամանակ շատ խոսուն անվանումը, որը անգլերենից թարգմանաբար mine նշանակում է իմը։ Սկզբնական շրջանում մենք կենտրոնացած էինք միայն պայուսակների վրա։ Այնուհետև մեր պրոդուկցիան մենք ընդլայնեցինք եւ սկսեցինք ստեղծել նաեւ դրամապանակներ, ակնոցի պատյաններ, կախազարդեր, քարտապանակներ։ Մեր որոշ պրոդուկտներ ներկայացված են Երևանում 2 կոնցեպտուալ խանութներում, դիզայներական խանութներ են դրանք, եւ իհարկե մեր վաճառքը կազմակերպվում է on-line։ Այս տարիների ընթացքում մենք անընդհատ փորձել ենք կատարելագործվել։ Կատարելագործել ենք մեր կաշեգործական հմտությունները։ Ես այս տարիների ընթացքում փորձում եմ անընդհատ զարգացնել նաեւ իմ բիզնեսի կառավարման հմտությունները։ Ամբողջ աշխարհում ձեռագործ իրը համարվում է բավականին թանկ արժեք ունեցող իր, այսինքն շատ բարձր է գնահատվում։ Մեր դեպքում այս ձեռագործ բառը հենց բառի բուն իմաստով է։ Հիմա մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում process-ները գնում են դեպի մաքսիմալ մեքենայացման։ Մենք գնում ենք այդ հոսանքին հակառակ։ Այսինքն մենք փորձում ենք ձևավորել ձեռքի աշխատանքի մշակույթը։ Այս ամբողջ process-ի մեջ ինձ համար 2 կարևոր փաստ կա։ Առաջինը այն է, որ այս ամենը ստեղծվում է իմ հոր եւ մոր կողմից։ Եվ երբ որ ինձ հարցնում են արժեք, ես շատ հաճախ ուզում եմ պատասխանել արժեք չունի, գին չունի։ Ամեն մի պրոդուկտ ինձ համար անգին է, որովհետեւ դա պատրաստվել է, կտրվել է, կարվել է, կյանքի է կոչվել
իմ ամենահարազատ մարդկանց ձեռքերի միջոցով։ Երկրորդ կարևորագույն փաստը այն է, որ այս ամեն ինչը ստեղծվում է հենց մեր երկրում, որ ես աշխատում եմ եւ շարունակում եմ առաջ գնալ հենց մեր երկրում։